Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը եւ 3 եղբայրները երեկոյան Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն են տեղափոխվել։ Ակնհայտորեն անխնամ վիճակ է, ոչ այնքան զգացվում է երեխաներից, որ առանձնապես որակյալ խնամք չեն ունեցել։ Պաշտոնական եւ նախնական վարկածով 3-ամյա Տիգրանը տնից դուրս էր եկել իրենից ավագ եղբոր հետ։ Ճանապարհին հանդիպել էին հորը եւ վերջինը խեղդելու ճանապարհով սպանել էր երեխային։ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովիդին հայտնաբերվեց Կիրակի Ծափաթաղից մի քանի կիլոմետր հեռու Ջիրգյուղի դաշտամիջյան հատվածում։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Երեխաների պաշտպանության կենտրոն է տեղափոխվել նաև Տիգրանի խոսքի խնդիրներ ունեցող եղբայրը, որն ըստ ամենայնի ականատես է եղել սպանությանը։ Միրա Անտոնյանի խոսքով երեխաները բոլորն էլ տրավմատիկ եւ կաշկանդված վիճակում են։ Նրանցից ամենամեծը 12, իսկ ամենափոքրը 5 տարեկան է։ Կմնանք, ադապտանան, կամաց-կամաց կսկսենք մասնագիտական աշխատանքները երեխաների հետ, մինչև հասկանանք ինչ պետք է լինի հաջորդ քայլը։ Մենք չենք կենտրոնանա այս պահին իրենց տրամայի վրա, որովհետև դա առաջին օգնությունը չի, այս պահին իրենք ստանում են իրենց առաջին օգնությունը։ Դա իրենց կենսական պահանջմունքների բնականաբար բավարարումն է, նոր պայմաններում իրենց անկողին, իրենց հագուստ եւ այլն, սնունդի ապահովումը, խաղերի, զբաղվածության, զբաղմունքների ապահովումը, մինչեւ որ մի քիչ հանդարտվեն, մի քիչ հանգստանան եւ արդեն երևա հատկապես ինչի վրա ուշադրություն դարձնել։ Մենք միշտ այդպես ենք աշխատում։ Սպանությանը ենթադրաբար ականատես երեխայի հետ արդյոք պետք է տարվի առանձին աշխատանք, հարցրինք Անտոնյանին։ Հատկապես այդ երեխայի հետ բնականաբար մենք մասնագետները ուշադիր կլինեն, հասկանանք ինչքանով երեխան դժուժել է դրանից, արդյոք խոսքը դրանից է դժուժել, թե մինչ այդ ինչ որ օրգանական պատճառ է եղել։ Մի խոսքով, դեռ ուսումնասիրման փուլում են։ Թե երեխաները որքան ժամանակ կմնան պաշտպանության կենտրոնում դեռևս հայտնի չէ։ Մենք ի սկզբանե չենք որոշում ժամանակը, այլ բան է, որ միջին գիտենք մոտորապես որքան է տևում։ Մեր կանխատեսումներով, անշուշտ միշտ դժվար է իմանալ, թե ուր կգնան զարգացումները, բայց մեր կանխատեսումներով ճիշտ կլինի, որ մի 6 ամիս ինտենսիվ աշխատանք տարվի այդ երեխաների հետ, հետո կհասկանանք պետք է շարունակել, թե արդեն կարիք չի լինի։ Իրավիճակը գնահատելով վերջնական որոշումը պիտի կայացնի Գեղարքունիքի մարզպետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը։ Հենց այդ հանձնաժողովի նիստում էլ երեկ որոշվել էր երեխաներին անհապաղ տեղափոխել պաշտպանության կենտրոն։ Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանի խոսքով մայրը դեմ չի եղել երեխաների տեղափոխմանը, ավելին նա է Երևան ուղեկցել։ Տեսնենք մի հատ ինչ ալնում իրավիճակը ոնց է լինում երեխաների այդ վերադարձնելու խնդիրը արդեն մենք տեսնենք երբ Վիճակը մոր վիճակը նկատի ունեք։ Դա մոր վիճակը, քիչության վիճակը, իմի նախաքննությունը ընթանում, չգիտենք, էլ ինչ ընթաց կլինի։ Միանշանակ երեխեքին բերելու են մոր մոտ։ Միրա Անտոնյանն էլ ասում է կենտրոնում առաջնային ու հիմնական օգնություն ստանալուց հետո երեխաները կարող են խնամատարներ ունենալ, այսինքն ցանկացողները նրանց կարող են ժամանակավոր խնամքի տակ վերցնել։ Հովհաննեսովներն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում։ Սպանված Տիգրանի հորաքրոջ ընտանիքը ձմռանը նրանց տուն է տեղափոխվում։ Հորաքրոջ երեխաները շարունակում են ապրել այդ պայմաններում։ Գեղարքունիքի մարզպետարանն ու Ճամբարակի համայնքապետարանը կքննարկեն նաև ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը։